բոլորին, մինչ այսինքն հաջորդ փուլը իրականացնենք, իհարկե այժմ մեր երկու երիտասարդներին պետք է շնորհենք մասնակցության հավաստագիր, այնուհետև կհայտարարենք հաղթողին։ Տեսեք, ինչու՞մ է կայանում խնդիրը։ Մեզ մոտ այն ցուցանիշները, որոնք որ կան, մեր ունեցած բազմաթիվ տարիների ընթացքում այս տրադիցիոն ժյուրիի կողմից ընտրված մասնակիցների միակ ցուցանիշը նա է, որ մենք 4 անգամ, 4 տարի շարունակ միայն մանկական կազմում առաջին հաղթող մրցանակներով ենք վերադարձել Հայաստան։ Իհարկե միշտ քննադատվել ենք, որ ինչու մեր երեխային չընտրեցին, սխալ ընտրություն արեցին, միշտ վիճել ենք եւ այլն, բայց հասկացել ենք, որ այս տրադիցիոն, այս ավանդական ժյուրին արդեն մոտավորապես պատկերացնում է, քանի որ յուրաքանչյուրս մեզանից նաև եղել է Սլավյանսկի բազարում, մասնակցել են մրցույթի ինչպես ժյուրիի կազմում, այնպես էլ պատրաստել են նաև մասնակիցներ եւ ներկայացրել են։ Եվ սա շատ կարևոր է, ես սա կարևորում եմ, կարծում եմ դուք ևս։ Եվ ուզում եմ, որ անկախ նրանից, այսինքն ի վերջո մեկը պետք է գնա, անկախ նրանից, այսինքն այդ մեկը, որ կհայտարարվի, այն մյուսները չի նշանակում, որ վատն են։ Մենք պարզապես ընտրություն ենք կատարում այն, այսպես ասած, մասնակցի շուրջ, որին իհարկե նաև ընթացս մենք պատրաստում ենք, դուք գիտեք բոլորդ, մոտ 4 ամիս մեծ ահռելի աշխատանք է տեղի ունենում այս թիմի կողմից նաև եւ Նոյեր Արմենյան, եւ Տիկին Հովհաննիսյանը, եւ Կարապետյանը, եւ ես, ինչպես նաև մեծ այստեղ խումբ, ովքեր որ աշխատում են եւ պատրաստում են։ Այդ ընտրությունը միշտ հաջողված է եղել։ Եվ ելի եմ ասում, անկախ ամեն ինչից երեխաներն էլ եմ ուզում ասել, որ հանկարծ իրենք չտխնեն, որտեղ իրենք որոշել են եւ եկել են, գիտեն, որ մեկը պետք է գնա։ Ինչ վերաբերվում է մասնակիցների քանակին, մենք կարող էինք հարյուրավոր մասնակիցներ հավաքել եւ միշտ այդպես, այսինքն կարող ենք անել ուրիշ մրցույթների նման։ Բայց այդքան երեխայի բերել եւ լսել եւ չէ, այսինքն այն ստանդարտը, որը կա, մենք հայտերը երբ որ օնլայն ենք ընդունում, մենք բազմաթիվ հայտեր ենք ստանում, բայց մերժում ենք նաեւ հայտեր կան, որոնք որ գրում ենք, որ մենք համաձայն չենք եւ խնդրում ենք հաջորդ տարի դիմենք։ Այս պարագայում աշխատելով մենք ունենում ենք միշտ մի խնդիր, կողմնորոշվելու լավագույն երեխաներին բերում ենք, անում ենք բեմ եւ սկսում ենք իրար հետ վիճել, իհարկե մասնագիտորեն փառք ենք ընկերներ ենք լավ։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ առիթից օգտվելով բոլոր ծնողներին, բոլոր ուսուցիչներին, բոլոր հետաքրքրվող երաժշտությամբ այս մրցույթով հետաքրքրվող մարդկանց եւ ասել, որ վստահ ենք, որ այս տարի եւս կհաջողենք եւ մեր ընտրությունը կունենա իր արժանի, այսինքն նշանցողը պահելու հնարավորություն։ Շնորհակալություն, իհարկե, քանի որ արդեն հետո դիպլոմներ ենք հանձնել, ուզեցա նախապես խոսեմ եւ ասեմ։ Եվ շնորհակալություն ձեզ երեխեք, ձեզանից ուրույնություն մեկն է բնականաբար գնալու, այնպես որ չհուսահատվեք եւ պատրաստվեք եկող տարի անպայման եկեք, մենք ձեզ սպասում ենք։ Շնորհակալ եմ։ Տիկին Հովհաննիսյան, ասելու խնդրեմ, շարունակենք, հա, արդեն։ Տիկին Հովհաննիսյան, խնդրեմ։